Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ հարգելի հեռուստայտողներ, վերջին անգամ այս տաղավարից ձեզ ողջունում է առաջին ռազմաքաղաքականը։ Ունենք ձեզ համար մի հիանալի լուր, բայց մի հատ ձեր հեռախոսը վերցրեք, որովհետև հիմա համար եք գրելու։ Վերցրեցիք։ Մայիսի 17-ին, 18-ին հրավիրում ենք ձեզ մեր stand-up comedy երեկոյին։ Տոմսերի համար զանգահարեք 099 01 9901 կամ հակառակը 093 30 24 30։ Իսկ այս թողարկումը ձեզ համար կվարեն Հարիսոն Ֆորդը եւ Արդվա Դեդվան։ Աժն ընտրում էր կամ չէր ընտրում Գալուս Սահակյանին, բայց հիմնականում ընտրում էր։ Եվրոպա մեթավակ օպերայի մոտ, կրկեր աժի կողքը դեմեմի նոր ցույցը, բլից լուրերի մեջ։ Կառավարությունը խիստ մտահոգված է, երկրում խիստ պակասել են շքեղ ավտոմեքենաները։ Մայիսի 17-ին եւ 18-ին նոր stand-up comedy ծրագիր։ Տոմսերի համար զանգարել 099 01 9101 եւ 093 30 24 30։ Հիշում եք, որ երկուշաբթի օրը մենք նենց վստահ խոսում ենք նրա մասին, որ Գալուս Սահակյանը դարձավ ԱԺ նախագահ։ Դա նրանից չէր, որ չգիտենք, որ դեռ պետքա քվեարկություն լինի։ Դա նրանից էր, որ ուղղակի վստահ էինք, որ Գալուս Սահակյանի համար այդ քվեարկություն հաղթելը շատ հեշտ կլինի, որովհետև հանրապետականը դեռ ունի մեծամասնություն ԱԺ-ում։ Նենց որ այդ 70 ձայնը ուղղակի Գալուս Սահակյանի գրպանում էր։ Ընտրությանը մասնակցած 106 падգամավորից 101-ի քվեարկությամբ այսօր ազգային ժողովի նախագահ դարձավ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուս Սահակյանը։ Մի րոպե, բայց 101 ձայնը հավաքել, այսինքն նրան պետքա կողմ քվեարկած լինեին նաև ինչ-որ ընդդիմադիրներ։ Եվ ինչ-որ այլընտրանքներ, դաշնակներն ու ՀԱԿ-ը չէին մասնակցում, այսինքն ինչ-որ շատ կոնկրետ ընդդիմադիր ՕԵԿ-ը ու ինչ-որ կոնկրետ այլընտրանք ԲՀԿ-ն։ Անհնարին է, ԲՀԿ-ն էս վերջը մի ամիս առաջ էր, որ դահլիճից ցուցադրաբար դուրս էին գալիս Գալուս Սահակյանի ելույթի ժամանակ։ Մոռացաք։ Ամբողջը դյուրագրխիր վտանգավոր չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբողջը թալան։ Ժողովուրդը խաղաղասեր է, ամբողջը կռվարար։ Հիմա ո՞նց կարող են այս նույն մարդիկ կողմ քվեարկել։ Սա քաղաքականությունն է, Նարեկ ջան, ինչի սենց բաներ են լինում։ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ոչինչ չէին հայտարարել ու մասնակցեցին ազատ ձևաչափով։ Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ ընտրությանը մասնակցելը յուրաքանչյուր падգամավորի իրավունքն է։ Քվեարկությունը գաղտնի է եւ յուրաքանչյուր падգամավոր կքվեարկի այնպես, ինչպես կորոշի ինքը։ Շնորհակալություն եմ հայտնում Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց երկիր խմբակցություններին մասնակցության համար։ Բայց քանի որ Գալուս Սահակյանին դեմ ընդամենը 3 ձայներ ու գիտենք ում ձայներն են, փաստորեն իմացանք, որ ԲՀԿ-ն լավ էլ կողմա քվեարկել։ Բայց դու նենց ես ասում, ոնց որ տենց չպետք է լիներ։ ԲՀԿ-ն իշխանության գլխավոր քննադատներից հանդիմությունն է, չէ՞։ Այլընտրանքը։ Մի մոռացի, որ ոչ մի քաղաքագետ կամ գիտնական չգիտի դա ինչ նշանակում։ Ուրեմն հանգիստ կարող է քվեարկել Գալուս Սահակյանի օգտին։ Համեն ինչու ոչ մեկ չի զարմանում, որ ՕԵԿ-ն է քվեարկել կողմ։ Դե բա իրանք ՕԵԿ-ն են։ Բայց ընդամենը մի օր առաջ Օրինաց երկիր խմբակցությունը հայտարարում է այսուհետ ընդդիմադիր խմբակցություն։ Հա, բա ՕԵԿ-ն է։ Դասական ՕԵԿ։ Շատ արժանի տեխնազո է Գալիս Գրիգորիչը, ով երկար տարիներ ազգային ժողովում աշխատել է։ Շատ արժանի տեխնացու է գալիս։ Գալուստ Գրիգորիչը։ Իրեւ Գալուս Սահակյանի գալուստը առանց մրցակիցների չէր։ Ինքն է առաջադրվեց Հրանտ Բագրատյանը։ Գիտությունների դոկտոր եմ։ Այդ աստիճանը ստացել եմ Մոսկվայի համալսարանը տվել է իմ հասարակությունը եւ պետությունը գրքին, որը բացառիկ դեպքերից մեկն է։ Տիրապետում եմ 5 լեզուների մաքուր, գրել, կարդալ, արտահայտվել, ազատ։ Բացի պոլիգլոտ լինելուց Հրանտ Բագրատյանը նաև ցենտր բլյուզ է խզարում, բայց դա ԱԺ-ում իհարկե ձայներ դժվար բերի։ Բայց դե առաջադրելու պատճառը իհարկե դա չէր։ Ձեր համար եմ դրել, որ չասեն այդպես որ մարդիկ դնեիք դեմներս։ Քո համար եմ դրել, որ այս երկիրը մի օր երկիր դառնա, հասկանում եք այս կամ բանը։ Հասկանում ես։ Հա, վերջ էլ ուրիշ մարդ ռիսկ չարեց Գալուս Գրիգորիչի հետ մրցակցել։ Ժառանգության որոշումը քարյակի հետ կապ չունի, ինչու իրենք էլ տեխնացու չունենան։ Ռուբեն Հակոբյանը ընտրվի, ընդդիմության լիազորություններն էլ կընդլայնի, բյուջեն էլ վերահսկելի կդարձնի։
Պարլամենտը պետք է կոչակ սեղմողների տեղ չլինի ինչպիսին այսօր է։ Շատ կներեք, բայց ոչ թե կոճակ սեղմողների տեղ, այլ կոճակներ սեղմողների տեղ։ Հա, այդ առումով չարաճճի մատները այս օրերին էլ հանգիստ չէին մնում։ Ու սա ԲՀԿ-ն, որ պայքարում է բարձր կուլտուրայի ընդդիմության կոչման համար։ Այլընտրանք, ինչքան պետք է ասեմ, այլընտրանք։ Այս էլ ենք վերագրում այլընտրանքին։ Լավ, պաստորեն ճիշտ է անում Ռուբիկ Հակոբյանը, որ առաջադրվում է։ Հակոբյան, Հակոբյան։ Ժառանգության անակնկալ որոշումը անակնկալ փոխվեց։ Ռուբեն Հակոբյանը նորից մոտեցավ ամբիոնին, ինքնաբացարկ, որ կվարտետը չնեղանա։ Թեկնածություն ցանելով նաև ուզում եմ նպաստել, որ 4 քաղաքական ուժերը խնդիրներ չունենան։ Ու դա չէր կարելի որոշել առաջադրվելուց առաջ։ Մի վարքան ինձ հարցում է, որ ինչ որ հերոստադիտող բողոքում է, որ ԲՀԿ-ի կոճակ սեղմելը քննադատեցինք, իսկ հանրապետականինը չէ։ Հանրապետականը անշուշտ բացարձակ չեմպիոն է այդ ոլորտում, բայց հիմա կոճակ սեղմելու նոր մակարդակ է բարձրանում։ Բաղկացած այդ թվում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կա 7 տեղ, Բարգավաճ Հայաստան կուսակցությանը 2 տեղ։ Ինչ հա անում, բան չի տպում է ախր։ Ուղղակի սեղմում է, շատերն են տենց անում։ Բայց վերադառնանք մեր օրենսդիրներին։ Խորհրդարանականներին նկատի ունես։ Դե ազգի ընտրյալներին էլի։ Բագրատյանի օգտին քվեարկեցին միայն Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ հենց Սրանտ Բագրատյանը։ Դե իսկ դա նշանակում է, որ մեր մարգարեությունը իրականացավ։ Այսպիսով ազգային ժողովի նախագահ ընտրվում Գալուստ Սահակյանը։ Շնորհավորում ենք պարոն Սահակյան, համեցեք ելույթի համար։ Դե հաջողություն ենք մաղթում ձեզ, որպես ԱԺ նոր նախագահ, այս չարաճճի դասարանի դասղեկ։ Հուսով ենք, որ այդ չարաճճի մատների ինստիտուտին գոնե դուք վերջ կտակ, ճիշտ է, հեշտ չի լինելու, բայց եթե լինեք պայքարող, չհանձնվեք, ամեն ինչ կստացվի։ Իմ կյանքը միշտ այդպես է անցել, ես սիրում եմ պայքարել եւ պայքարով որոշակի հաջողություններ եմ իմ ամբողջ կյանքում ձևավորել եւ համոզված եմ, ինչը որ պայքարի միջոցով էլ արդյունքները ձևակերպում, անձը կոնկրետ ես ավելի ամուր եմ ինձ այս պահին զգում։ Բայց անսովոր կլինի ամեն դեպքում, ինքը ժամանակին ասում էր, որ իր պաշտոնը Գալուստ Սահակյան պաշտոնն է։ Բայց չիմացար։ Չեք հրաժարվել այդ պաշտոնից Գալուստ Սահակյան պաշտոնին։ Արդեն դա վաղեմիության ժամկետ է։ Բայց շտապեմ ուրախացնել, իմիջային փոփոխություններ չեն լինելու։ Պարոն Սահակյան, շարունակեք նույն գործումը, այս պաշտոնում եւս 3 տարի հաղթում, ինչպես նախորդ անգամ ասացի, որ 3 տարի հաղթում եք։ Ես 10 տարվա կոստյում եմ ունեմ, որովհետև շատ նրբանկատ եմ հագուստի նկատմամբ։ Դե շատ լավ ակ ունենանք նրբանկատ, հումորով ու կարևորը բարի ԱԺ նախագահ։ Բնավորությունս փոխելու եմ, ավելի դաժան եմ դառնալու, լրագրողների երեսին չեմ նայելու։ Ոնց լուրջ։ Հա, ինձ թվում է հա։ Ասա քաշվանք մենք։ Հանգիստ դասական Գրիգորիչական շուլուխ հազարեք, այո։ Բայց երբեք չեմ հասկանում, երբ այնքը լուրջ խոսում, երբ է հումոր անում, շատ լուրջ դեմքով է ասում։ Դեմ եմ շարժումը իրականացրեց նոր ցույց։ Դե շարունակի։ Այդքան էլ ոչ մի բոս չեղավ տենց։ Մի խումբ ուսուցիչներ այսօր կրթության և գիտության նախարարությունից պահանջում էին իրենց աշխատավարձերից պարտադիր պահումներ չանել։ Սիրելի ուսուցիչներ, ձեր խնդրին տեղյակ է խորհրդարանը։ Տարածաշրջանի լավագույն օրենսդիրները արդեն կպած աշխատում են օրենքի թերությունները շտկելու վրա։ Բայց ուսուցիչներին դա չի սփոփում։ Նրանք Արմեն Աշոտյանին էին դուրս կանչում, բայց նա դուրս չեկավ։ Հետո Ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ։ Պարոն Աշոտյանի փոխարեն նրանց մոտեցավ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը։ Բայց Արթուր Բաղդասարյանը Չէ, ոչ բոլոր Արթուր Բաղդասարյաններն են դուրս եկել իշխանությունից։ Իսկ ցուցարարները Աշոտյանին նոր աշխատանք առաջարկեցին։ Պարոն Աշոտյան, պարզապես կրթության և գիտության
այդ ժամանակ ոչ մեկ փողոցի դուրս չի գա։ Իսկ քանի Արմեն Աշոտյանը մտածում է առաջարկի մասին, անցնենք մյուս բլից լուրերին։ Այս բլից լուրերի էջներ, հա։ Ուզած չուզած։ Կարմիր գծերը չի դզում էլի, որ 70%-ը դրանց գնում է մասնավորին, իսկ այն տուզի 30%-ը նոր հին ու բարի քաղաքապետարանին։ Ժառանգությունը չի ահազանգում։ Ահազանգում է։ Սա կերշահույթ ապահովող ոլորտ է, բարեկամ։ Դուք չունեք վերլուծական կենտրոն, դուք լուրջ կազմակերպություն եք, չունեք կանխատեսումների բաժին, որտեղ պետք է ֆիքսեին, որ սա գերշահույթ է ապահովում։ Ուր է ձեր վերլուծական կենտրոնը։ Կամ գոնե կալկուլատոր չունեք, ախր էլի ձեզ համար ենք ասում։ Նես չի որ մենք տեսնելու ենք այդ փողը, բայց գոնե դեպի մեր քաղցր պաշտոնյաներ թող գնալ, ոչ թե մասնավոր ինչ որտեղ։ Ում է պետք տենց կարմիր գծերի ծառայությունը։ Անուն դրել են Երևանցուն նոր ծառայություն մատուցենք։ Այս օպերատորը Երևանի բնակչին չի մատուցում ծառայություն, իսեր Աստծո։ Օ, բաում։ Այս օպերատորը ծառայություն է մատուցում Երևանի քաղաքապետարանին։ Բա հենց այդ է խնդրեմը։ Քաղաքապետարան գծատեր իրար ծառայություն, շմարայություն են մատուցում, բայց մուծվում ենք, հո մենք։ Ոնց են տենց օրենքները գրվում։ Ինձ էլ է միշտ հետաքրքիր եղել։ Հա, բարձա։ Նենց որ օրենքն է մեղավոր, ոչ թե քաղաքապետարանը։ Այդ ոնց։ Օրենքն ասում է, եթե համայնքը ինքը չի կազմակերպում, ապա վարձում է օպերատոր գնումների ընթացակարգով, որը համայնքի փոխարեն Բա ալարել եք համայնքով մի քանի կարմիր գիծ գծեք։ Ստիպված քաղաքապետարանն է տակից մի կերպ դուրս գալիս, նույնիսկ եկամուտ էլ համարյա չունի, ինչ որ տուզիկ 30%։ Իսկ մենք շարունակում ենք մեր բլից լուրերը։ Հա, մոռացել եմ որ սա բլիցն է։ Թրաշով տեխնացուն ասուլիս էր հրավիրել խոսելու համակարգային փոփոխությունների մասին։ Զարգացած երկրի պարլամենտարական, գործառնական, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգական, այսինքն համակարգ չի կարևոր։ Արի սենց անենք։ Սիրելի հայրենակիցներ, եթե ձեզ հետաքրքրում է 2003-ի, 8-ի եւ 13-ի թրաշով տեխնացուի վերլուծությունը, գրեք մեր Facebook-յան էջին եւ այդ դեպքում մենք մանրամասն կանդրադառնանք։ Իսկ մենք անցնենք ոչ բլից լուրերին։ Չէ, մի հատ էլ բլից կա, ինչ որ մի կազմակերպություն հայտարարություն է տարածել, որ հանրահավաք ու երթ է կազմակերպվելու ընդդեմ Մաքսայինի։ Ու հիմա բոցը կազմակերպիչը չէր եկել։ Փոխարենը խաբված եվրոպամետ ակտիվիստներն էին եկել։ Կասկածելի չի էս ամենը։ Կասկածելի է։ Դա բայց այս բան չենք քննարկում։ Առաջին անգամ չէ։ Եկեք հուսանք, որ ընդհանրապես անպատասխանատու։ Չէ։ Բայց այս աստիճանի, թե ինչ որ հատուկ կազմակերպված բաներ։ Ընդդեմ Ռուսաստանի էր, չէ, բայց։ Հա, ինչու։ Հայրիկյանը չկար, մի տեսակ անհանգստացա։ Ոնց չկար։ Պարոն Հայրիկյան, դուք ինչ կասեք։ Հալավ, սիրտս տեղն ընկավ։ Ես եմ վախեցա։ Ես բադելն եմ, չեմ հասկանում, ոնց կարելի է չգնալ միտեղ, որտեղ Պարուր Հարիկյանն է մասնակցում։ Իսկականից այդ մարդը մեռավ ամեն ձև քաղաքական դաշտը կոնսոլիդացնելու փորձերով, սիրաշահելով։ Ալիկ Արզումանյան, Պորոտախոս, Ռաֆի Հովհաննիսյան, Պորոտախոս, ուր եք։ Արամ Սարգսյան, Պորոտախոս։ Շարունակում ենք բլից լուրերը, ԱԺ փոխխոսնակը օթային համբուրներով համեմված սկանդալի մեջ հայտնվեց։ Բայց այդտեղ ինչ սկանդալ։ Դու եսի մի այն Նարեկ ջան, մեր գործն էլ է դա։ Որոշումն ընդունվել է։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, մենք ավարտել ենք մեր աշխատանքները։ Ահա ամբողջ տարածաշրջանը խառնվել է այս տեսարանից, ինչու, ինչպես, ինչու հենց այսպես, այլ ոչ թե այսպես, սկանդալը թեժանում է։ Բայց այդտեղ սկանդալի բան չկա, մարդը իր գործընկերին ինչ որ օթային ժեստ է արել։ Դու գիտես չգիտեմ այն Նարեկ ջան, դե հիմա նորությունն է դրել են երևի կարևոր է էլի։ Անպայման աժիոտաժ ստեղծել տենց ինչ որ չեղած բանի շուրջ։ Պարտադիր։ Երեխեք ջան, այս ինչքան աժիոտաժ են իմ համբույրները, այդքան պահանջարկված են, հա? Այդքան պահանջարկված են։ Ինչի Հովիկ Աբրամյանի այդպես համբույրներ չէի ուղարկում։ Լրագրողը տալիս է պատմության ամենապրոֆեսիոնալ ու ակտուալ հարցը. Ինչու Հովիկ Աբրամյանին չէի ուղարկում նման պաչիկներ։ Կամ գոնե են վիզ դնող առավոտից իրիկուն օրենքների վրա աշխատողին։ Ում։ Դե այն որ իրան չեր խնայում նստում էր գրում էր։ Այո, ինչու։ Ինչու։ Պատասխանեք երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող այս հարցին։
Դե ժամանակին ասեիք, ուղղություն տայիք, ես էլ տենց կան։ Իրոք հուշեիք մի կես բերան։ Իսկ մենք շարունակում ենք մեր բլից լուրերի էջը։ Մտար հունի մեջ։ Այո, Հայաստանի արտաքին քաղաքական հաջողությունները բլից եղանակով ներկայացրեց իշխանության ներկայացուցիչը։ Վաղեմի ներկայացուցիչը։ Հա, իշխանության վաղեմի ներկայացուցիչը։ Այսինքն մի ճիշտ քաղաքական սխրանքի հետևանքով մենք այսօր Թուրքիայի քաղաքական ընտրանում մեջ պայքար ենք կարողացել սերմանել։ Իմաստուն քաղաքականություն է, ինչ խոսք իմաստուն քաղաքականություն է։ Այդ տես դրանց։ Իմաստությամբ զարկենք թուրքերին։ Այո, թուրքերի պորտը պատմականորեն գնում է դեպի վերատեղադրում։ Իսկ իշխանության լավատեսական վերլուծությունների կենտրոնի ներկայացուցիչը նաև անդրադարձավ եվրոպական ուղղությանը։ Երկրորդ դրսևորումը այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեյներ Մորելը ասում է, որ այո ասոցիատիվ համաձայնագրի քաղաքական մասը կարելի է ստորագրել Ֆյուլեի ուրեմն խոսնակն ասում է, չէ, ինչ որ անըմբռնում կա։ Այո, Ֆյուլեի խոսնակը իրեն հատուկ սենց ձևով սկսեց գիտեք, անըմբռնում կա։ Մեծ լրջացի, հա։ Ես ինչ մեղավոր եմ, որ Ֆյուլեի խոսնակը հենց տենց է խոսում։ Հենց տենց է խոսում։ Ներողություն, դուք Շտեֆան Ֆյուլեի խոսնակն եք, չէ՞։ Yes. Մի հատ հարց, Հայաստան ասոցիացման համաձայնագիր։ Անըմբռնում կա։ Հա, ու արդյունքում ինչ եղավ։ Այստեղ նորից Հայաստանի Հանրապետությունը հաստատվեց, որ հզորագույն որպես գործոն, այո, հաստատվեց։ Հաստատվեց։ Բայց եթե հնարավոր է մի քիչ դանդաղ էլի, պատգամավորները չեն հասցնում գրանցել խոսքերը։ Ով։ Լավ, իսկ բլից լուրերն այսօր այսքանն էին։ Այո, սա մեր ամենակարճ ու ամենակոմպակտ էջն է մինչ օրս։ Կհանդիպենք դե բլից քիչ անցից հետո։ Շատ անսպասելի քննարկում սկսեց կրկին ԱԺ-ում։ Կրկին բարձրացավ շքեղության հարկի թեման։ Նորաթուխ ընդդիմությունը մեկ շաբաթում հասցրեց նկատել շուրջը շքեղ առանձնատներ, վիլլաներ կան։ Առաջին առաջարկը նոր կարգավիճակով օրենք անկուշտների համար։ Որոշ անկուշտների համար ժամանակն են տունել կշտանալու մասին օրենք։ Հա, կամ էլ ոնց որ մեր օրենսդիրն ասեց։ Բայց ՕԵԿ-ը որ ուզում է հարկի, դղյակների, վիլլաների տերերին, կարող է չի նկատել, որ դա ակամա կարող է Արթուր Բաղդասարյանի վրա էլ անդրադառնալ։ Այս տարիների ընթացքում քանի դղյակ ասես ինձ չնվիրեցին, այսի Արտուր Բաղդասարյանի դղյակը ստեղ։ Ես հիմա իմ 6 հոգանոց ընտանիքով տեղափոխվելու եմ 3 սենյականոց բնակարան։ Արդեն հաջորդ շաբաթ, հիմա 6 տարի չենք ապրել, մի քիչ ներկում են պատերը։ Հա, չի ազդի փաստորեն։ Ընդամենը 3 սենյականոց բնակարան մարդը ունի։ Ու դե մի հատ էլ մեծ գործարան։ Ու դե Երևան հեռուստաընկերությունն է շուտով։ Լավ, բայց այս շքեղության հարկի քննարկումը ինչի սկսեց։ Սիկե երկրում սարսափելի վիճակ է, չգիտես, խիստ կրճատվել է շքեղ ավտոմեքենաների քանակը։ Դալիճում քննարկվում է ակցիզային հարկի մասին օրենքի փոփոխությունը, այն ենթադրում է, որ թանկ ավտոմեքենաների վրա դրված այսպես կոչված շքեղության հարկը պետք է հանել։ Պետական բյուջեն ունեցել է մոտ մինիմում հաշվարկով մոտ 3 միլիարդ դրամի ամենայն դեպս կորուստ։ Ուղղակի ահավոր է։ Ես էլ ասում եմ, ինչի երկրում ընդամենը մի քանի Ֆերարի է, ինչի մի հատ Բուգատի Վեյրոն չկա։ Բայց ընդդիմությունը դեմ է, որ 20% շքեղության հարկը հանվի, իրանք ստեղ ուրիշ շարժարիթներ են տեսնում։ Դեմ են ՀԱԿ խմբակցությունն ու ՀՅԴ-ն։ Նրանց կարծիքով 20% շքեղության հարկը հանելով խորհրդարանը ցանկանում է սպասարկել մեծահարուստների շահերը, որոնք մեքենաներ կբերեն ու մաքսային միություն մտնելուց հետո մեծ շահույթ կունենան։ Հա, տենց պահել կա։ Դե հա, մաքսային մտնելուց հետո Բուգատիները սարսափելի թանկանալու են, ինչպես նաև բոլոր մյուս մեքենաները, բացի ռուսականներից։ Լավ, ով բացի հանրապետականներից պետքա կողմ լինի սրան։ Բուգատի ուրիշ պոտենցիալ գնորդներ կան։ Պետք չէ տարբեր խավերի եւ տարբեր սեգմենտների մենք պետքա կարողանանք մեր հանրապետությունում, ճիշտ է, մենք ունենք 1 միլիոնից ավել աղքատներ, բայց մենք պետք է կարողանանք բոլոր սեգմենտները ապահովել։ Հա, այս հարցում ԲՀԿ-ն ավելի շատ հանրապետական այլընտրանք է, քան ընդդիմադիր այլընտրանք։ Այո, ԲՀԿ-ն այստեղ խտրականություն է տեսնում հարուստների դեմ։ Ընդհանրապես պետք է հարուստների հանդեպ մի քիչ ավելի նրբանկատ լինել, հանել շքեղության հարկը, մեծ հողատարածքների վրա ավելի քիչ հարկեր դնել, էկզոտիկ կենդանիների հարկերն ապետ թեթևացնել։
Մայիսի 17-ին եւ 18-ին նոր ստենդափ կոմեդի ծրագիր։ Տոմսերի համար զանգարել 099 01 9101 եւ 093 30 24 30։ Իսկ Arm Comedy-ն այսօր այսքանն էր։ Եվ վերջում դիտեք վիդեո բոցը։ Իշկան է ոմանք փորձեն հանդես գալ որպես աղավնի եւ իրենց բերանում տնեն ծիտենու պտուղ, միևնույն է տեսանելի է, որ բորենին երբեք աղավնի չի դառնում։ 21-րդ դարում ճյուղը պտուղա դառնում։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my keep the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites? Վերջը ինչ էր անում Առաքել Մովսիսյանը այդ լեփտոպով։ Չտեսար, վերջը մի հիանալի արվեստի գործ ստացվեց։